Հայաստանի տարբեր մարզերի մի շարք դպրոցներ այս տարի մասնակցել են կրթական փոխանակման ծրագրի, որը կրում է «Իմ կյանքը» համայնքում խորագիրը։ Նախաձեռնության շրջանակում աշակերտները մի քանի օր ապրել են տարբեր համայնքներում, հաճախել նոր դպրոցներ, ծանոթացել տեղական կենցաղին, սովորույթներին ու բացահայտել պատմամշակութային վայրեր, ստեղծելով նոր ընկալում իրենց երկրի մասին։ Այսօր Գյումրու թիվ 41 դպրոցում ամփոփվում են այդ ծրագրի արդյունքները։ Հայրենասիրության եւ ամենակարևորը հայրենիքի նկատմամբ սեր դրսևորելուն միտված ծրագիր է այս ծրագիրը։ Երեխաները տարբեր դպրոցներում լինելով հնարավորություն են ունենում ծանոթանալ այդ դպրոցի մշակույթին, այդ համայնքի մշակույթին, կենցաղավարությանը, բարբառին ինչու ոչ եւ առհասարակ մի տոնակատարություն է, որին մեր դպրոցը միշտ սիրով է մասնակցում։ Աշակերտները պատմում են, որ նոր համայնքում ապրելն իրենց համար դարձել է ոչ միայն ուսումնական, այլև հոգեբանական ու սոցիալական մեծ փորձառություն։ Սովորել են համարձակ լինել նոր միջավայրում, շփվել տարբեր մշակույթներ կրողների հետ եւ տեսնել Հայաստանը ավելի ամբողջական ու բազմաշերտ։ Այցելել ենք տարբեր վայրեր, եւ թե դասարանը, եւ թե այն ընտանիքը, որը մեզ բաժին էր հասել, մեզ շատ դուր է եկել։ Մեզ համար շատ լավ հնարավորություն էր ծանոթանալու իրենց մշակույթին, իրենց առօրյային եւ ձեռք բերել շատ ընկերներ։ Շատ տպավորված եմ այնտեղի մարդկային արժեքներից, որ նախ եւ առաջ տուն որ հյուրընկալվել էինք, իրենք մեզ հարազատ աղջկան չէին տարբերում։ Դա է շատ տպավորիչ, մեկ էլ մեր դասընկերների հենց առաջի օրը երբ գնացինք դպրոց, իրանք մեզ հենց ընդունեցին, ոնց որ 1000 տարվա հենց ընկերներ։ Ես շրջել եմ ամբողջ Գետահովիտով եւ Իջևանով, տեսել եմ այնտեղի մի շարք վայրերը եւ եկեղեցիները։ Շատ դուր եկավ, եթե նորից լինի այդպես ծրագիր, ես կմասնակցեմ։ Ծրագիրն իրականացվել է Կզնակ հիմնադրամի նախաձեռնությամբ, որի նպատակն է զարգացնել միջհամայնքային կապերը, խթանել փոխադարձ ճանաչողությունը եւ ստեղծել կրթական այնպիսի մեթոդներ, որոնք կարող են երկարատև ազդեցություն ունենալ երեխաների վրա։ Դպրոցները իրենք են ընտրում ծրագիրը, կարելի ասել, որովհետեւ բաց հայտարարություն է լինում, տալիս ենք որոշակի ժամանակահատված եւ դպրոցները հնարավորություն ունեն դիմելու ծրագրին։ Ծրագրին դիմելուց հետո բնականաբար արդեն ընտրվում են դպրոցներ, որոնք կհյուրընկալեն որևէ դպրոցի աշակերտներին եւ հակառակը։ Տարեկան տարբեր թվեր ենք ունենում, այս տարվա մասին կխոսեմ, 27 դպրոց է ներգրաված ծրագրում։ Տարվա մեջ մեկ անգամ է լինում եւ սովորաբար այդ ընթացքում երեխաները լինում են այդ համայնքում, հաճախում են այդ համայնքի դպրոցներ, շրջում են, իրենք ունենում են հատուկ օրակարգ։ Միջոցառմանը ներկա էին նաև մանկավարժական համալսարանի ռեկտորը եւ համալսարանի մի շարք աշխատակիցներ, Շիրակի մարզպետարանի ներկայացուցիչներ ու կրթական ոլորտի մասնագետներ, ինչպես նաև այլ համայնքներից ժամանած հյուրեր։ Նրանք բարձր գնահատեցին ծրագրի կրթական ու սոցիալական նշանակությունը, ընդգծելով, որ նման նախաձեռնությունները ձևավորում են բաց, հաղորդվող եւ հայրենիքի մասին խորացված պատկերացում ունեցող սերունդ։ Սյուզաննա Խարատյան, Խան Հովհաննիսյան, այսօր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարությունում հանդիպում է ունեցել հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցու մի խումբ եպիսկոպոսների հետ։ Վարչապետը ողջունել է ներկաներին եւ շնորհակալություն հայտնել նրանց հրապարակային կերպով արտահայտած սկզբունքային դիրքորոշման համար։ Երկրի ղեկավարի խոսքով այն թեման, որն արծարծել են եպիսկոպոսաց դասի ներկայացուցիչներն իրենց հայտարարության մեջ, ցույց է տալիս, որ անձնավորվածի միջոցով շատ կարևոր մի ընդհանրական օրակարգի հետ են առնչվում։ Նիկոլ Փաշինյանն իր խոսքում անդրադարձել է արժեքահեն հանրություն, արժեքահեն պետություն, արժեքահեն հասարակություն ունենալու խնդրին եւ նշել, որ պետության ու հասարակության արժեքահեն լինելը կապված է նաեւ հոգեվոր կյանքի հետ։ Ընդգծվել է, որ մեր արժեքներն առաջին հերթին առնչվում են մեր հոգեվոր արժեքներին եւ իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգեվոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաեւ պետության ու հասարակության արժեքահեն լինելը։ Այնուամենայնիվ ցանկացած պետություն ինքը հենված է բացի զուտ իրավական տրամաբանությունից, այդ իրավական տրամաբանությունն էլ հենված է որոշակի արժեքային համակարգի վրա եւ չի կարող պետություն լինել առանց արժեքային համակարգի։ Մեր արժեքները առաջին հերթին առնչվում են մեր հոգեվոր արժեքներին եւ իրականության մեջ ինչպիսի դեր ունեն մեզ համար հոգեվոր արժեքները, դրանք մեծապես կանխորոշում են նաեւ պետության ընդհանրապես արժեքահեն լինելը եւ հասարակության արժեքահեն լինելը եւ ես կարծում եմ, որ սա մի խնդիր է, որի հետ առնչվել է եւ որի վերաբերյալ դիրքորոշումներ արտահայտելը մեր պետության հետագա զարգացման եւ ճակատագրի համար ունի շատ կարեւոր առնչություն,
եւ ես կարդացել եմ ձեր հայտարարությունը հենց այդ դիտանկյունից, որ ես ամենայն դեպս տեսել եմ արտահայտությունը նույն կարգի մտահոգության, ուստի ես հարկ համարեցի հրավիրել ձեզ հանդիպման եւ զրույցի եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ ընդունել եք հրավերը եւ պատրաստ եք նման խոսակցության եւ քննարկման։ Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում այսօր առաջին ընթերցմամբ քննարկվել է առողջության համընդհանուր ապահովագրության մասին օրինագիծն ու կից 2 տասնյակից ավելի օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը տեղեկացրել է, որ օրենսդրական փաթեթը համատեղ աշխատանքի արդյունք է։ Ըստ նախարարի վերջին 3.5 տարիների ընթացքում քաղաքացիական պայմանագիր խմբակցությունն ու կառավարությունը համատեղ քննարկումների շրջանակում մշակել են պատմական նախաձեռնություն։ Հիմք է դրվում առողջության մասին հոգ տանելու նոր համակարգին։ Հաջորդ խումբը այն քաղաքացիներն են, ովքեր իրենք են վճարելու իրենց ապահովագրավճարը, դա վերաբերվում է 200,000 դրամ աշխատավարձից ավել գումար վաստակող անձանց։ Նշեմ, որ այս մեկնարկային հաշվարկային շեմը վերաբերում է համախառն ուրեմն եկամտին, սա նշանակում է, որ հարկերը ներառյալ եւ եթե անձը մի քանի տեղ է աշխատում, ապա եւս հաշվարկվում է նրա բոլոր տեղերում ուրեմն հաշվարկված աշխատավարձի հանրագումարը։ Եվ եթե այս հանրագումարը 200,000 դրամից ավել է, ուրեմն նա կընդգրկվի 2026 թվականին առողջության ապահովագրության համակարգում։ Հաջորդիվ 2027 թվականից կներառվեն մինչև 200,000 դրամ աշխատավարձ ստացող անձինք եւ այնուհետեւ արդեն 2028 թվականին մնացած խմբերը, ովքեր են օրինակ գյուղացիական տնտեսություններում զբաղված անձինք եւ աշխատող անձանց փոխկապակցված ընտանիքի անդամները, օրինակ բերեմ ուսանողները, որոնք ըստ էության այս ապահովագրության շրջանակներում եւս իրենք են հանդիսանում ապահովագրավճար վճարողներ։ Ինչ վերաբերվում է այս շահառուների, նշեմ, որ բոլոր այն քաղաքացիների խմբերը, ովքեր որ կապահովագրվեն պետության կողմից, նրանց համար գործելու է մի քանի կոնկրետ չափանիշներ։ Առաջինը եւ ամենակարևորը դա Հայաստանի Հանրապետության քաղաքացի լինելն է։ Հայաստանի Հանրապետության քաղաքացի եւ Հայաստանի Հանրապետությունում ռեզիդենտ լինելու կարգավիճակ։ Սա նշանակում է, որ տարվա ընթացքում անձը Հայաստանում պետք է բնակվի առնվազն 183 օր եւ այս պարագայում է, որ պետությունը կփակի նրա ապահովագրավճարը։ Սա ռեզիդենտության եւ քաղաքացի լինելու նախապայմանը չի վերաբերում աշխատավարձ ստացող եւ իր համար ապահովագրավճար վճարող անձին, այսինքն բոլոր այն քաղաքացիները, ովքեր Հայաստանում են ապրում, աշխատում, բայց չեն հանդիսանում Հայաստանի քաղաքացի կամ Հայաստանի ռեզիդենտ, եւս ընդգրկվելու են այս ապահովագրական համակարգի մեջ եւ հանդիսանալու են ապահովագրավճար վճարողներ։ Օրենքի կարգավորման տրամաբանությամբ նախանշված են, որ ուրեմն այն տրված են իհարկե հիմնական հասկացությունները, որովհետև մենք ըստ էության նոր համակարգի ստեղծմամբ պետք է ունենայինք հստակ նկարագրություն, թե առողջության ապահովագրության շրջանակներում ցանկացած ուրեմն եզրույթ ինչ շրջանակ ունի, ինչ բովանդակ ունի եւ այստեղ բոլոր ուրեմն հասկացությունները մանրակրկիտ ձևով, հստակ ձևով ամրագրված են օրենքի շրջանակներում։ Մենք ուրեմն տվել ենք այն շրջանակը, որը ծածկելու է ապահովագրական փաթեթը եւ սա եւս ուրեմն հակիրճ կերպով ներկայացնեմ, վերաբերելու է մարդու առողջության առաջնային օղակում անհրաժեշտ բուրժ ծառայությունների, ուրեմն շտապօգնության ծառայություններին, հիվանդանոցային բուժօգնությանը եւ այս 3 ուղղությունների շրջանակներում կազմվելու է արդեն կառավարության
Իհարկե, այստեղ տրված է ավելի մանրամասն շրջանակներից ոչ միայն այս ընդհանուր ձևակերպումներն են, այլ դրա մեջ մտնող նաև որոշակի բան է տրված, շրջանակ է տրված բուժօգնության։ Նոյեմբերի 28-ին Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եգիպտոսի Արաբական Հանրապետության նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Ամալ Աֆիֆիին։ Նախարար Պապիկյանը շնորհավորել է դեսպանին Հայաստանում առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ մաղթել հաջողություններ։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում Հայաստան-Եգիպտոս համագործակցության հեռանկարներին առնչվող հարցեր։ Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային ու միջազգային անվտանգությանը վերաբերող մի շարք հարցերի։ «760 գրամ քաշ, 600 գրամ քաշ, այստեղ նորից 600 գրամ քաշ։ Նրանցից շատերը կյանքի առաջին օրերին տեղավորվում են մեկ ձեռքի ափի մեջ։ Շտապող նորածիններն են, ովքեր լույս աշխարհ են գալիս ժամանակից շուտ, հետևաբար պատրաստ չեն մայրական արգանդից դուրս կյանքին։ Անհաս նորածինների խնամքը կենտրոնացված է մասնագիտացված ծննդատներում, որտեղ առկա են նման երեխաների բուժումն ու խնամքը ապահովելու գործում անհրաժեշտ ժամանակակից պայմաններ։ Բժիշկ Մազմանյան, որ դեպքում են նորածինները հայտնվում այս բաժանմունքում։ Այս բաժանմունքում հայտնվում են բոլոր նորածինները, ովքեր կարիք ունեն ինտենսիվ թերապիայի կամ հատուկ խնամքի։ Տարբեր պատճառներ կան։ Ամենաառաջին պատճառը դա շնչառական խանգարումներ, երբ որ նորածինը կարիք ունի շնչառական օժանդակության, օրինակ այս անհաս բալիկը, որը 2 օրեկան է, ստանում է շնչառական օժանդակություն CPAP մեթոդով։ Ինչ համալիր ծառայություններ են մատուցվում, ինչ կարիքներ են ունենում նման երեխաները։ Կախված անհասության աստիճանից, կախված ախտորոշումից երեխաները տարբեր կարիքներ ունեն։ Բոլոր կարիքները ապահովում են ինտենսիվ թերապիայի բաժանմունքում։ Դա ներառում է ջերմային կարգավորում, հատուկ սարքեր, որոնք ապահովում են ջերմություն, շնչառական սարքեր, ներերակային ինֆուզիաներ, պարենտրալ սնուցում, որտեղ անհաս նոր ծնված բալիկի վիճակի չի մարսել, ծնվել էնտերալ ճանապարհով, շատ փոքր ծավալներով կաթենուտում եւ իրանք ստանում են հատուկ նախատեսված անհասների համար ներերակային սնուցում, դուք տեսնում եք մի քանի գծով նորածինը 24 ժամ ստանում է պարենտրալ սնուցում։ Միայն այս տարի առողջապահության նախարարությունն ապահովել է անվճար դեղերով 1-ից մինչև 1.5 կիլոգրամ քաշով 196 եւ շնչառական խանգարման համախտանիշ ունեցող շուրջ 110 անհաս նորածինների։ Ուրախ եմ նշել, որ առողջապահության նախարարությունը բավականին մեծ ծավալով օգնում է այդ հարցով։ Մենք ստանում ենք ամենաժամանակակից պարենտրալ սնուցման պրեպարատ Numeta G13, որը տրամադրվում է անվճար բոլոր անհաս երեխաներին։ Նույնը վերաբերվում է սուրֆակտանտ պրեպարատի, որի կարիքը համարյա բոլոր ծառայող անհասները ունենում են, էլի բոլորը ստանում են կարիքի դեպքում անվճար նման պրեպարատը։ Արդյունքում նվազել է հիվանդանոցային վարակների զարգացման ռիսկը, ինֆեկցիոն բարդությունները, նորածնային հաշմանդամությունը, մանկական մահացությունը, աճել է անհաս նորածինների ապրելիության ցուցանիշը։ Իսկ ծննդյան տոներ նշում եք ձեզ մոտ։ Իհարկե նշում ենք, մենք մի քանի ծննդյան տոն ենք նշում, 1 ամսական, շնչառական սարքից ազատվելու օրը, էքստուբացիայի օրը, ներերակային ինֆուզիայից ազատվելու օրը։ Պատշաճ բուժօգնության շնորհիվ անհաս նորածինները առավելագույնը 2 ամիս անց վերադառնում են տուն մոտավորապես 2 կիլոգրամ քաշով, մշտապես մնալով պետական հոգացության ներքո։ Ադրբեջանի նախագահի օգնական Հիկմետ Հաջիևը հանդիպել է Եվրամիության պաշտոնյաների հետ, նա հայտնել է, որ օրակարգում են եղել Բաքու-Բրյուսել հարաբերություններում վերջերս նկատվող դրական դինամիկան եւ գործընկերության ամրապնդման հեռանկարը։ Հաջիևի խոսքով քննարկվել են նաեւ Հարավային Կովկասում վերջին զարգացումները, վստահության ամրապնդման ուղղությամբ գործադրվող ջանքերը, տարածաշրջանում խաղաղության տնտեսական օգուտները եւ Թրամփի ուղու հետ կապված հարցեր։
Ուկրաինայի նախագահը հայտնել է, որ առաջիկա օրերին կարևոր բանակցություններ են լինելու ուղղված խաղաղությանը եւ անվտանգության երաշխիքների առաջմղմանը։ Վոլոդիմիր Զելենսկին մանրամասնել է, որ խոսքը ռուս-ուկրաինական կարգավորման ամերիկյան ծրագրի դրույթների մասին է։ Կիևի թիմը պատրաստ է առարկայական քննարկումների, կապի մեջ ենք ամերիկյան կողմի եւ մեր եվրոպացի ընկերների հետ։ Անում ենք հնարավոր է, որպեսզի Ուկրաինան բավարար պաշտպանական աջակցություն ստանա, նշել է նա։ Զելենսկին հավելել է, որ բացի պատվիրակությունների մակարդակով շփումներից ինքը եւս հաջորդ շաբաթ կարևոր բանակցություններ է անցկացնելու։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ հայտարարել է, որ քանի դեռ Զելենսկին նախագահի պաշտոնում է, Կիևը խաղաղության դիմաց չի հրաժարվի ուկրաինական տարածքներից։ Նման փաստաթուղթ չի ստորագրվի, սահմանադրությունն արգելում է, դա շեշտել է Անդրի Երմակը։ Նրա խոսքով պատրաստ են քննարկել միայն թե որտեղ պետք է անցնի շփման գիծը։ Սպիտակ տունը կվերանայի 19 երկրի քաղաքացիների կանաչ քարտերը ԱՄՆ քաղաքացիության եւ ներգաղթի ծառայության ղեկավար Ջոզեֆ Էդլոուն հայտնել է, որ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իրեն համապարփակ եւ մանրակրկիտ գնահատում իրականացնել։ Ավելի վաղ Դոնալդ Թրամփը հրամանագիր էր ստորագրել, ըստ որի առանձնացվում են Միացյալ Նահանգների ազգային անվտանգությանը սպառնացող երկրները։ Ամենավտանգավոր կատեգորիայում ներառված է 12 երկիր՝ Աֆղանստան, Հայիթի, Իրան, Լիբիա, Եմեն եւ այլն։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ մտադիր է ընդմիշտ դադարեցնել միգրացիան երրորդ աշխարհի երկրներից եւ վտարել բոլոր նրանց, ովքեր օգուտ չեն բերում Միացյալ Նահանգներին։ Նաեւ կչեղարկվեն դաշնային նպաստներն այն մարդկանց համար, ովքեր Ամերիկայի քաղաքացի չեն։ Հիշեցնենք, նոյեմբերի 27-ին Վաշինգտոնի կենտրոնում Սպիտակ տան մոտ գրակոծներ էին հնչել։ Ծանր վիրավորում էր ստացել ազգային գվարդիայի 2 զինծառայող։ Արդեն հայտնի է, որ նրանցից մեկը զոհվել է։ Գրակոծներ արձակած անձը ըստ ԱՄՆ իշխանությունների երկիր է ժամանել Աֆղանստանից 2021 թվականին։ Հոնկոնգի բնակելի համալիրներից մեկում բռնկված հրդեհի զոհերի թիվն արդեն հատում է 90-ը, այդ թվում 1 հրշեջ, կան վիրավորներ, 300 մարդ անհետ կորած է համարվում։ Հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են, տեղական իշխանության տվյալով հրդեհը մեծամասամբ վերահսկողության տակ է վերցվել։ Բնակելի համալիրի մասին տեղեկագրում նշված է, որ այնտեղ ապրել է մոտ 4800 մարդ։ Ավելի վաղ համալիրում վերանորոգման աշխատանքներ էին իրականացվում։ Հրդեհի պատճառը դեռ հայտնի չէ, սակայն ոստիկանության տվյալով վերանորոգման ընթացքում օգտագործվել են հրակայուն նյութեր եւ բամբուկե փայտամածներ, որոնք նույնպես արագ են բռնկվում։ Շինարարական ընկերության տնօրեններից 2-ը ձերբակալվել են։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի ղեկավար կազմի շրջայցերը տարբեր արտադրամասերում շարունակվում են։ Պոչամբար կատարած նախորդ այցից ընդամենը մի քանի ամիս անց գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին կրկին հանդիպում է նախաձեռնել աշխատակիցների հետ դեմ դիմաց շփվելու, միմյանց վստահելու, հուզող հարցերը լսելու համար։ Այն հարցերը, որոնք նախորդ անգամ հնչեցին, ինձ զեկուցեցին, որ բոլորը լուծում են ստացել։ Դրանք են ամենամյա արձակուրդներ, մանր տեխնիկա։ Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ այդպես չէ, կարող եք հարց տալ։ Տղաների նոր հարցերը վերաբերում են որակավորման, երբ կարող են կրկին քննություն հանձնել եւ անցնել հաջորդ աստիճանի։ Այս տարի բոլորը հանձնում են, որպեսզի իրանց կարգավիճակը ամրապնդեն եւ եկող տարի արդեն դուք հանձնում եք ատեստացիա եւ եթե ղեկավարությունը գտնում է, որ այս մարդուն արդեն պետք է քայլ բարձրացնել, լավ են հանձնում, առավել լավ քան պահանջվում է, արդեն քայլ են բարձրացնում, ռազրադ են բարձրացնում եւ այլն։ Այսինքն այս տարի քննությունը եղել է պաշտոնին համապատասխանելու, քանի որ արդեն այս տարի մտել է, մյուս տարի արդեն ըստ պլանի բոլորը կտեղեկանան իրան ժամանակացույցը, որ մարդիկ պատրաստ են։ Փականագործ Աշոտը համակարծիք է ղեկավարության հետ, հանդիպումները կարևոր եւ անհրաժեշտ են։ Աշխատողների հետ շուտ պետք է լինեն այսպես հանդիպումները, որպեսզի ասենք հետագա խնդիրները լուծում տրվեցի ժամանակին, որպեսզի շտկենք հետագայում առաջացած խնդիրները։ Անցած անգամ բարձրաձայնված հարցերի 99% կատարված է։ Հաշվի առնենք, որ մեզ խնդիրներ չունենք, որ ասենք առնչվի ղեկավարության հետ պահանջի կամ ինչ-որ շրջանակների մեջ լուծվող հարցերի խնդիրներ չկա։ Ներքին կառավարման համակարգում լուծում այդ խնդիրները, քանի որ վերադասի կողմից աջակցությունները բոլոր լիարժեք կատարված է։ Պոչամբարային տնտեսության աշխատակիցներին այս անգամ հետաքրքրում էին արձակուրդային օրերի քանակը եւ դրա հետ կապված կարգավորումները։ 7 տարի ինչ աշխատում եմ այստեղ եւ փականակով սարքավ այս օտուսների բաղով կուզեի։ Իմանայի որ օտուսկների բաղով
այդ հարցը տենց է չլուծվեց էլի։ Բոլորի պայմանագրերը վերանայվել է այդ հնարավորինս արձակուրդային օրերով, ոնց որ օրենքը պահանջում, այսինքն մենք արել ենք դա ըստ օրենքի պահանջին, այլ բան չենք կարող անել։ Արծվանիկի Պոչամբարի կոլեկտիվը տարբերվում է թե կառավարման, թե կարգապահական եւ թե կազմակերպվածության առումներով։ Ռոման Խուդոլին գոհունակություն հայտնեց։ Ценю ваш коллектив, да. Գնահատում եմ ձեր կոլեկտիվը։ Ապրեք դուք։ Նույնիսկ մեր վերջին առողջության օրվան նվիրված մրցումներին դուք ձեզ շատ լավ դրսևորեցիք։ Просто шикарно։ Ձեռնարկության տնօրենը եւս մեկ անգամ կարևորելով հանդիպումները նշեց, շրջայցերը շարունակական կլինեն։ От руководителей Մենք ղեկավարության հետ 99% հարցերը քննարկում ենք։ Այստեղ ավելի շատ կարևոր է հոգեբանական ու էմոցիոնալ շփումը։ Երբ աշխատակիցներից յուրաքանչյուրը կարողանում է անմիջապես գլխավոր տնօրենին ցանկացած հարց տալ եւ իմանալ, որ ինքը լսելի է դարձել եւ որ այդ հարցը չի ձգձգվել ինչ որ մի բաժնում բյուրոկրատական process-ների պատճառով։ Ես տեսնում եմ, թե ինչպես է տրամադրված կոլեկտիվը։ Հոգեբանական մթնոլորտը շատ կարևոր է։ Этот климат тоже важный, я его вижу на этих встречах։ Հերմինե Միքայելյան, Ռոբերտ Օհանջանյան, Սյունիք լուրեր։ Ավետիք Իսահակյանը որպես բանաստեղծ, արձակագիր եւ փիլիսոփա Գեղարքունիքի մարզային գրադարանում հերթական դասախոսությունն է մանկավարժների, աշակերտների եւ ընթերցողների համար, որը կարդում է Գավառի պետական համալսարանի հասարակագիտության ամբիոնի վարիչ Համլետ Ղաջոյանը։ Դասախոսությունն ուղեկցվում է վարպետի ստեղծագործությունների ընթերցումով եւ նրա ստեղծագործությունների հիման վրա ստեղծված երգերի կատարումներով։ Բանախոսն առանձնակի շեշտադրմամբ անդրադառնում է Ավետիք Իսահակյանի արձակին։ Նրա արձակը խորը արձակ է, ճիշտ է, գրականագետները գտնում են, որ ոչ Թումանյանը, ոչ էլ Իսահակյանը, եթե պոեզիայում մեծերն են արձակում, այդ մեծերը չեն, բայց նաև զգուշաբար ասում են, որ ամենայն դեպս այդ մեծերից հետ չեն մնում։ Ես ուզում եմ, որպեսզի մեր հասարակությունը իմանա, որ նրա արձակը ուսուցանող արձակ, իսկ այսօր է շեշտադրել է այդ ուսուցողական արձակը փիլիսոփայական խորությամբ ու շեշտադրմամբ։ Բանաստեղծ փիլիսոփայի կերպարի ձևավորումը ենթաթեմայի շրջանակում լսարանին ներկայանում է արդեն փիլիսոփա Ավետիք Իսահակյանը, համաշխարհային փիլիսոփայական մտքի իր ընկալումներով եւ անդրադարձումներով։ Իր թոռ Ավիկ Իսահակյանը նշել է, որ եթե պոետ Իսահակյանին լավ գիտեն, եթե արձակագիր Իսահակյանին քիչ գիտեն, բայց նրա փիլիսոփայության մասին ոչինչ չգիտեն։ Եվ իմ նպատակն էր նրա փիլիսոփայական աշխարհը բացահայտել։ Ինձ թվում է, որ կարողացա համենայն դեպս դահլիճի ուշադրությունը գրավել, որպեսզի նրանք մի քիչ էլ գոնե փիլիսոփա Իսահակյանին պատկերացնեն։ Ցանկացած նախաձեռնություն, որ նպաստում է գրադարան գիրք ընթերցող կապի ամրապնդմանը, խրախուսվում է մարզային գրադարանի կողմից, նշում է տնօրենը։ Հերթական այս դասախոսությունն էլ լսարանի համար նորովի բացահայտեց ընթերցողներին այնքան հարազատ Ավետիք Իսահակյանի կյանքն ու ստեղծագործության առանձնահատկությունները։ Համլետ Ղաջոյանը մեզ հետ կիսվեց Իսահակյանի ստեղծագործական ողջ աշխարհով, ներկայացնելով նրա պոեզիան, արձակը, երգերը եւ փիլիսոփայական մտքերը, բացահայտելով հեղինակի բոլոր ճյուղերը եւ օգնելով լսարանին խորությամբ ընկալել հեղինակի գաղափարներն ու հոգեվոր ժառանգությունը։ Գրադարանները մշտապես ձգտում են ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ գրականությունն ու գիտելիքը հանդիպում են, ոգեշնչում են եւ լցնում են մարդու միտքն ու հոգին։ Կարծում եմ, որ այսօրվա հանդիպումը շատ հաջողված հանդիպում էր եւ կարողացանք այդ իսահակյանական շունչն ու ջերմությունը մեզ հետ տանել։ Եթե միջոցառում ես կազմակերպում, այդ դժվարություններից մեկն էլ համապատասխան ունկնդրող, համապատասխան դասարան հավաքելն է։ Մարզային գրադարանը այդ տեսակետից չգերազանցված վարպետ է, ես ոչ միայն այստեղ եմ մասնակցել, այլ Լեփ Լեցուն թատրոնի դահլիճ եւ այլ տեղերում։ Դասախոսությանն առավել գեղարվեստական շունչ են հաղորդում Գավառի երաժշտական դպրոցի սաների կատարումն ու միջոցառման մասնակիցների իսահակյանական ընթերցումները։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման եւ մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ, ապահովելով հարկային կարգապահությունը, պաշտպանելով պետության ու օրինապահ բիզնես համայնքի շահերը։
Պետական եկամուտների կոմիտեի պետական սահմանից համակային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության եւ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցները համատեղ կանխել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանով մաքսային հսկողությունից թաքցված խոշոր չափականակի տաքացվող ծխախոտի արտահանման փորձը։ Այսպես, օրերս Հայաստանի տարածքից Բագրատաշեն անցակետ է մուտք գործել կենդանիների տեղափոխման համար նախատեսված դատարկ բեռնատար ավտոմեքենա։ Ստացված տեղեկությունների համաձայն ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ Բեռնատարը վերցվել է հսկողության։ Տրանսպորտային միջոցն ուղղորդվել է ռենտգեն տեսազնման կայան։ Պատկերի վերլուծության արդյունքում բեռնատարի վերելակի պատերի հատվածում նկատվել է կասկածելի խտություն եւ որոշում է կայացվել բեռնատարն ուղղորդել խորը զննման անգար։ Մաքսային ծառայողները էնդոսկոպիկ տեսանկարահանող սարքի միջոցով ֆիքսել են ներսում առկա բեռնատարի կառուցվածքին չհամապատասխանող օտար մարմիններ։ Հատուկ կտրող սարքավորման օգնությամբ բացվել են խորոչներ, որտեղ թաքցված է եղել մոտ 22300 տուփ տաքացվող ծխախոտ։ Խորոչներում ծխախոտներն այնպես են հարմարեցված եղել, որպեսզի արկաժապավենները քաշելու միջոցով ապրանքը հեշտությամբ դուրս բերվի։ Դեպքի առնչությամբ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն։ Ծառայողների մասնագիտական հմտությունների կատարելագործումը մշտապես ներքին գործերի նախարարության ուշադրության կենտրոնում է։ Այդ համատեքստում պարբերաբար անցկացվում են վերապատրաստման դասընթացներ, սեմինար քննարկումներ, հանդիպումներ տարբեր մասնագետների հետ։ Նոյեմբերի 26-ին մի շարք պարեկային ծառայողներ հանդիպում են ունեցել պարեկային ծառայության պետի տեղակալ Արման Չիլինգարյանի հետ։ Քննարկվել են ծառայության ընթացքում առաջացած խնդիրներն ու դրանց արդյունավետ լուծումները, որոնք նպաստելու են ծառայողների մասնագիտական աճին եւ ծառայության որակի լավարկմանը։ Ոստիկանության բարեփոխումների շրջանակում մեծ ուշադրություն է դարձվում պարեկային ծառայողների վերապատրաստմանը, մասնավորապես պարբերաբար իրականացվում է կարիքների գնահատում։ Այսօրվա հանդիպումը հերթական հանդիպումն է մեր պարեկային ծառայողների հետ եւ նպատակ ունի դուրս բերել այն բոլոր հարցերը, որոնք առաջացել են վերջին 6 ամսվա ընթացքում պարեկային ծառայողների առօրյա գործունեության ընթացքում, տալ դրանց պատասխանները, ինչպես նաև իրավական պարզաբանումներ ներկայացնել։ Պարեկներն առանձին դեպքերի օրինակներով ներկայացրել են զննություն իրականացնելու ընթացակարգերի, արձանագրությունների կազմման, վարչարարության առանձնահատկությունների, բանավոր դիտողության կամ նախազգուշացում կիրառելու վերաբերյալ հարցեր։ Ներկայացվել են նաև խնդրահարույց մի շարք իրավիճակներ, որոնք պահանջում են միասնական մոտեցում եւ հստակ ուղղորդումներ, ապահովելու հասարակությանը մատուցվող ծառայությունների արդյունավետությունն ու օրենքի կիրառման միանշանակությունը։ Քննարկվել ծառայության ընթացքում առաջացած այն բացերը, այն խնդիրները, որոնք մեր խնդրահարույց են լինում։ Տալիս են մեզ հետաքրքրող հարցերը եւ ստանում ենք պատասխանները վարչարարության, խոզարկության եւ զննության վերաբերյալ։ Առաջ քաշվեց, թե ինչ տարբերակներով կարելի է դրանք ավելի արագ եւ արդյունավետ կարգավորել։ Նմանօրինակ հանդիպումները նպաստում են ծառայողների մասնագիտական ինքնավստահության բարձրացմանն ու հասարակությանն առավել որակյալ ու թափանցիկ ծառայություն մատուցելու գործընթացի կատարելագործմանը։